աշխարհում երկրորդ տեղը իր ճարտարապետությունով ու ընդ որում 5-րդ դարի շեշտ։ Էսի պատմական գյուղ է։ Եկել ենք մեր Վազգենին, ճամփենք բանակ։ Արմենի տղայի։ Անգիր աղան մեր հետ է կռվել։ Լեսա ինչ եմ ասեմ։ Պայմանավորեցինք, ախպեր, ինչի չես խմել։ Դու արդեն պետք է խմածը լեր, հա։ Երկի որ պապան էլ է անհանգիստ ախպեր, ուղղակի պապան ցույց չի տալի, մամա չի կարա ցույց չտա։ Հա։ Կյանքն է սիր, հա։ Ապրես, ուզում ես հմի սան։ Դու ով ես ասել եմ բադոյի կարեն մեր ախպերն է։ Մենք ելնում ենք բդետանք։ Ուր ես ելնում, չես ելնում։ Երտանք բդի։ Մի հատ է բամբդիսիմ նոր է։ Արի ես քեզ մեր խորտամ ավելի վրով, արի։ Ուրեմն հակաս որ երեքնաց որ կգաս հիշին դե ախպեր ունես։ Հա։ Սես որ ուղիղ է տամ, ուղիղ։ Այն երկը լսել ես, աղջը գիտեմ, բիարիս մունց ասեմ, տանում եմ բանակ յարում։ Հարգանքներս, բազմահոց իմ հարգանքները ընձեզ բարեկամներ հիմա մենք գտնվում ենք Շիրակի մարզում, հելը չենք ասել։ Արագածոտնում ենք, այո, Արագածոտնի մարզում ենք, տեսեք ինչ գեղեցիկ է բնությունը, ասեմ ձեզ, որ Երևանում ահավոր շոկ էր, եկանք այստեղ և հիմա տեսեք ինչ հով է, շատ լավ հով է, և այս հովերը մեզ կհասցնեն բարեկամներ ուղիղ, են չքնավ գյուղը, են գեղեցիկ, հարուստ պատմությամբ գյուղը, հզոր մարդկանց գյուղը, ովքեր տեսան ահավոր փորձություններ և շարունակեցին ապրել մնալ իրենց գյուղում և ստեղծագործել։ Ասեմ ձեզ բարեկամներ, որ հիմա գնում ենք Մաստարագյուղ, շատ ենք անցել Մաստարագյուղի կողքով, բայց քանի մեր Կարեն աղբերը Մոսկվայից չէր զանգել մեզ, չէր ասել թե ինչ է նշանակում Մաստարան, մենք չգիտեինք Մաստարայի անվան նշանակությունն ու բացատրությունը։ Իսկ բացատրությունը հետևյալն է բարեկամներ, 1915 թվականին, երբ որ սկսեց հայոց մեծ եղեռնը ջարդերը, Մաստարայից շատ ու շատ բնակիչների տարել են քիչ հեռու գյուղից և սպանել եղեռնին բնորոշ ձեռագրով։ Եվ հետևաբար գյուղի անունը դարձել է Մասատարան, այսինքն հետո նն անել են եղել է Մաստարա, սղվել է արանքից նն և եղել է Մաստարա։ Այսինքն գյուղը կարող էր մեկ ուրիշ տեսք ունենալ, բայց քանի որ չարաբաստիկ է պատմությունը գտնվել, շուն թուրքերի ներկայությամբ մեր Մաստարան Մաստարայա։ Մաստարան բարեկամներ սիրուն գեղեցիկ գյուղ է, բնակեցված հզոր մարդկանցով, ինչպես որ շեշտեցի, և հիմա հաստատ բոլորիդ մոտ հարցը առաջացել թե ինչ ենք եկել Մաստարա։ Ասեմ ձեզ, առաջին անգամ են գալիս Մաստարա, ոտներս խերով լինի, մեծ սիրով են գալիս և եկել ենք կարևոր առիթով ընկերներ, եկել ենք Վազգեն աղբորը բանակի քեֆի առիթով, անփորձանք ծառայություն մաղթելու մեր Կարեն աղբոր կողմից, Կարենը և մեր Վազգենի հայրիկը Արմենը բաժանաղներ են ընկերներ և Կարենը խոստովանեց, որ Արմենը իր ամենասիրած բաժանաղն է, հիմա չգիտեմ քանի բաժանաղ ունի, հա? Ինչ? Ամենակյանք բաժանաղն է, սեր ու հարգանք է ձևավորվել, չգիտեմ ինչի, չգիտեմ քանի տենց բաժանաղ ունի, բայց Արմենին մի առանձնահատուկ սիրով հարգում ու սիրում է։ Հետևաբար մենք դրա մասին չենք կարող լռել, պետք է ասեինք, իսկ հիմա ընկերներ կադրերում Մաստարագյուղն է, ով վաղուց չի եկել Մաստարա, ասեմ ձեզ, որ իմանաք Մաստարայում ենք, Մաստարայի իմ սիրելի բնակիչներ, հարգանքներս ձեզ, տեսեք ձեր գյուղը, ինչքան գեղեցիկ է և սպասում է ձեզ կարծես, թաքուն իր ձևով սպասում է ձեզ, որ գաք ու գրկեք իրեն։ Ընկերներ, նաև ասեմ, որ մեր Կարեն աղբերը գյուղում ճանաչում են նաև Բադոյենց Կարեն, նրա հայրիկին են այդպես ասել ու այդպես իրեն էլ են ասում, իրաց գյուղում իրան տենց են ճանաչում ու իր համար էդի մատ առանձնահատուկ քաղցրություն է, հետևաբար պետք է ասեի, էլի, որովհետև ինքը այդ ձևով իրան իր ծննդավայրում են դիմել ու հիմա ինքը շատ է կարոտել այդ դիմելա ձևին, հետևաբար ընկերներ մենք ասում ենք, որ ինքը իրեն լավ զգա, ամեն դեպքում նա պետք է գար ուղղակի այս վերջերս դժբախտ դեպք է եղել, դրա համար զինվորի բանակի քեֆն էլ ծրագրել էին, որ պետք է ռեստորանում անցկացնեն, բայց դա էլ են չեղարկել ու ստացվում է, որ տանն են նշելու, ուղարկելու բանակի քեֆ անելու փոքր մասշտաբով, բայց Կարեն աղբերը շատ է ուզում Վազգենին տենց սրտանց մաղթի անփորձանք ծառայություն բարի վերադարձ, դրա համար էլ մենք եկել ենք ու եկել ենք մեծ սիրով Մաստարայի Եվի գյուղամեջն է սա, այս հատվածը, ամեն դեպքում ճարտարապետական լուծումները դա են հուշում
հետևաբար ես ասում եմ սա գյուղամեջն է բարեկամներ։ Ասում եմ, որ գյուղի վերևում կա Սուրբ, որը ներկապային գյուղի հարուստներից մեկը, ով հայրենասեր է եւ սիրում է իր գյուղը չափից շատ, որոշել է վերանորոգի իր գյուղը։ Որա էս ինչ հետաքրքիր տեղ է։ Այ քեզ բան, լնայի։ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ենք հիմա, բավականին շատ անուններ կան գրված։ Բալիկներն են վազվզում, հենց հուշակոթողի հարևանությամբ ընկերներ, բայց ամեն դեպքում մենք կգնանք Սուրբ ընկերներ, որ ամեն ինչ ավելի գեղեցիկ լինի, հա? Որտե՞ղ է։ Ախ, ասած գյուղի վերևն է։ Դե հելն ենք գյուղի վերևը, հա։ Դե գնանք մտ սիրուն դրոնով բանով նկարենք, մենք դեռ ժամանակ ունենք։ Ուրա։ Հա, հելանք գյուղի Սուրբ։ Գանք կլինի։ Ալո։ Բարև ձեզ կներեք մի րոպե։ Անուշ ախպեր 1000 բարին։ Գյուղի Սուրբը այն է, հա։ Գյուղի Սուրբը այն վերևն է, հա։ Հա, ախպեր, ես մի 300 մետր է աչի վրա բանն է, եկեղեցին է Սուրբ Հովհաննես։ Հա, անդե ոնց ենք բարձանում։ Ճանապարհ է, դարան։ Սենց էս ասֆալտով բարձրանամ կտա։ Շատ բարի, լավ։ Բարեկամներ, ահա տեսեք, հիմա բարձրանում ենք Սուրբ Նշան, Սուրբ Նշան ասած։ Սուրբ Հովհաննես եկեղեցիներ, որը 5-րդ դարի է, հիմա մեծ աղբերներից ճշտենք ոնց պետք է գնանք, 1000 բարին ձեզ։ Բարի ախորժակ, շոքին եք դիմանում։ Լսի, բայ Սուրբ ոնց գնանք, սենց են գնում։ Ավտոյի ճանապարհ չկա։ Սենց չեն էթում։ Չէ, երևի, գիտես ինչ անենք, արի ըստե դրոնը թրցնենք բարձանա, ես էլ ձածերի հետ մի քիչ դիալաջի անեմ։ Ամեր քանի որ չէ, մենք ունենք ժամանակ այստեղ սպասելու, կսպասենք մինչև որ դրոնով տենանք Սուրբի ճանապարհը ոնց է, նոր երևի կբարձրանանք, ամել չէ, հարգանքներս։ Հիմա մեր դրոնի կադրերում Սուրբ Հովհաննես եկեղեցին է, որը 5-րդ դարի է, վերանորոգել են մեկ անգամ, բայց չգիտեմ որերորդ դարում, հենց Մաստարան շատ հին բնակավայր է եւ այդպես էլ շարունակում է իր գեղեցիկ առօրյան իր բնակիչներով եւ ամեն ինչ հիանալի են, դե երեխեքն են խաղում, երեխեքի խաղը մտ նկարենք, հեսա։ Նստած խաղում են, կմեծանան, այս վիդեոն կնայենք, ասեն, վայ, մեզ նկարել են, սենց չեն իմանա, որ նկարենք, էլի։ Հիմա մենք ժամանակ ենք Մազգենին, ասենք, ամփորձենք ծառայից հետ գաս, նաեւ մեր Արփին է, չէ, մամայանը Արփին է, չէ, Արփին է քույրիկին պետք է ծաղիկներ տանք, որպեսզի նա տարի ու կես համբերի սպասի իր որդուն։ Տեսեք ինչ հետաքրքիր է գմբեթը, խոտած ծածկ Սուրբ Հովհաննեսի գմբեթը։ Դա պատկերացրեք քամին ինչքան ուժեղ ա եղել, որ այս սերմերը բերե հասցրել է եկեղեցու գմբեթին։ Հիմա ես էլ փորձեմ մի հատ եկեղեցին սենց նկա, հրաշք գեղեցկություն։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ 5-րդ դարում նման մեծ կառույց կառուցելը ագին բարդ գործ է եղել, բայց քանի որ մեր հայրենակիցները միշտ էլ փայլել են իրենց հավատքով, կարողացել են այս հրաշք կոթողը սարքել մեզ համար եւ այն անցել է դարերի միջով ու շատ էլ կգնա դեռ, որովհետեւ պահպանվում է եւ վերանորոգվել է։ Էշմեալնի բանկին ապա։ Երբ բանն եղել է հարգորտված, նան ծխմվել է դուրս եկել, մնացել մաստերը։ Այսինքն հարկ տալու վերաբերյալ է, էլ ջուրը։ Հա, հարգորտված վերջում։ Չէ, ուղղակի ինձ Կարենին ճանաչում եք, Կարենը բանը մի րոպե ասեմ որ Կարենին, ոնց ասեմ, Կարենի անունը Մոսկվայա, Բադո էս Կարեն։ Հա, Բադոյի Կարենը։ Բադոյի Կարենը։ Տունն ստելա։ Հա, Բադոյի տունը ո՞րն է, ասա նկարեն որ տենա։ Հա, ստից չերև, հա։ Լսի, բա Կարենն ինձ ասած բանը է, ասած սենց Անուն ո՞ց է։ Ստեփան։ Ստեփան։ Ես կարմիր կրիշի
20 մետրերին կարեն է տուն։ Դրա Կարենն ասաց, որ բան է, այդ ջարդերի վերաբերյալ է, էլի 15 թվին որ։ Չէ։ Այսինքն եկեղեցուն են հարկ տվել։ Կարենը կապ չունի։ ուրա տալքից մի հոգի։ Հա։ Անպաբե կսեմ Արմենայի։ Տանի ճակավորը վարը ժողովրդին։ Հա։ Եդի մտնի բան մահացածների ու վարածների դիտա։ Որ թուրքերեն թողան կետան, ինքի կուվիկենա ասիկից կեն Կենայորը բանը ինքսաղա էլմար չկա գելնի կողդուտ փախնի ծարիր։ Εσύ ճոբ ճա։ Ապոն էլ հետ։ Ձեր ապոն։ Ապոն էդ վաչ։ Այդ գնա բանել շարժաններ։ Այդ ժամանակ այդ Արմենագին, անուն Արմենագը մենք պապ ենք։ Այդ տեսնալ թուրքերեն թողան կետան բանը այդ վարվածների, մահացածների տագի ճուկա գելնի փախնի ծարիր։ Հա։ Ճակավորի Արոն էլ Արմենագիր, կաղանանուն Արմենագիր։ Դու Արմենագով մի խոսա, Արոսը։ Արոն, հա։ Ես եղնել էր Արոսը, պաբե։ Այդ ելի սարի կուկա, դաշտերը տապելով, կուկա արտեն։ Հա։ Եկավ Աստորեն- քանի տարի լաբրապ, գնաց Երևան, եկավ Տերանվիտ։ Երեխեքն է կանը մեզ են նայում, փախան։ Մա ձերով արեք, երեխեք։ Գնաց ընկավ տրան։ Մերուշ, Մերուշ, Մերուշյան, արի։ Մերուշ, հալարի, Մերուշ։ Այ աղբեր եկեք։ Մտել են նիվայի հետև, հա։ Արոյ դիա հետել են։ Երկու սիրտ էր եղել, Արոյի։ Հնչի չեք ուզում ձեզ նկարեմ, հա։ Այսի կարա։ Հետո կնայեք կհիշեք էլի։ Պետք չի հիշեք։ Արի։ Որը փոխան, չեն ուզում նկարենք։ Հələ դե։ Բայց քեզ նկարիմ, հա, այ քեզ նկարում եմ հիմա։ Աղբեր Աջա։ Հա։ Աղբեր հելեք։ Սո, նկարվակ դուք։ Մանավանդ դու։ Բակի ուղիղելարա, պատերի վրա։ Այսինքն սյուն չունի մեջ, է, ինքը մեծա մեծից։ Գալատկիա։ Հա, աշխարհում երկրորդ կամ երրորդ տեղն է իր ճարտարապետությունով, էլի։ Ու 5-րդ դարում են սարքել։ Հələ մտեսնայ ոչ մի հատ սուն չկա։ Հեսա կեթանք կտնենք։ Այդ կդավտուրում պատ կարիլա։ Ճոպ ջան։ Սուն չկա։ Քան ինչ ա որ չես ուզում քեզ նկարեմ, հա։ Ճոպ ջան, երբ։ Մերուժան ջան։ Աջան, հա։ Որդիցից։ Եղեգնաձորից։ Եղնատ, արա մի անգամ էլ իսպակեք այստեղ հանդիպերինք իրար։ Ինչ են կարևոր հանդիպելենք դա ասա։ Ոչ մի բան, ուղղակի խորատերերի կնա։ Խորատենք երեք, դե կարող է կացնեմ, բայց բանը մաստարը առաջի անգամ եմ գալի պատվերով որ բանը զակազ եմ բերել, էլի որ եկել ենք։ Դել այդպես բանը մի եղավ։ Հա։ Վերև հանդիսել եք ձեզ չեմ նկարում, այդքան եկեղեցին նկարում։ Բայց աղբերն չի չնկարենք, հա։ Այ կմեծանա կհիշեք, ուրախանակ, ասեք, այդ էսիշ փոքր ենք այդ վախտել է։ Ջան, դու էլ եկար, էս էլի բանոր թրծրիր, էլի կայնա խորատերի։ Հա։ Հա, հիշա։ Նոր տեկերի։ Մենք մաստարը։ Կարող ենք, բայց քեզի ես նոր հիշեցի։ Կաղա ուրիշ տեղ Կարող եկել է։ կտտերել Դու չեք կտտել, էլ եկար պես նկարեցին, ախմա։ Կարող ուրիշ մարդ եղալ։ Չէ։ Դե որ հիշում ա ուրեմ եթե այս անգամ հաստատ խորատա երել ենք իրար հետ նկարել ենք հիմա այդ անգամ բանը եկեղեցու ներսը նկարենք հետաքրքիր է աշխարհում երրորդ տեղն է Երկրորդ։ բայց այն մյուսը որտեղ է Մարդասովը որ երկու։ այսինքն իր մեծության հաշվի գանք Գնաց։ այդ անգամ եկեղեցու ներսը նկարենք գանք գնացինք աղբերներ բայց ես մտ մարոժին չառնեմ Լավոս լավ է, արի հելը։ Արի մատ ես դες, եկեք ես բան անեմ։ Հիմա դուք էլ ապրեք, աղբերներս, հետանք մատ նկարենք։ Պոպոկ եմ ճամփել ձեզի, հեսա գալիս եմ, ընդ էլ է գալիս եմ, մտնենք նկարենք։ Բարեկամներ պատերը անգամ շատ հին են, նկատենք։ Արա, բայց հետաքրքիր է, էլի, ասենք աշխարհում երկրորդ տեղը իր ճարտարապետությունով ու ընդ որում 5-րդ դարի շեշտում եմ, որովհետև 5-րդ դարում ճարտարապետությունը ամբողջ աշխարհի մասշտաբով այդքան ուժեղ զարգացած չէր։
Բայց եկեք ու տեսեք, որ Հայաստան աշխարհում մեր ազգը իր խորիմաստությամբ, իր հնարքներով, իր ուղեղով, տեսեք ինչ հրաշք եկեղեցի է կառուցել Սուրբ Հովհաննեսը, որը մինչ օրս կանգուն է եւ բազում երկրաշարժերի է դիմացել, այն ներսում սյուն չունի, ինչպես որ ասեցին մեր բարեկամները տարիքով, մեծ աղբերները, հիմա մտնում ենք ու հիանանք։ Որ իսկան մեծ եկեղեցի ու որմնանկարներ են եղել ջնջվել է, որ իսկան մեծ ու սյուն չկա մեջ է։ Հզոր, բայց գմբեթը վերակառուցել են ոնց որ, արև աղբեր ես, արձագանք էլ չկա, հետաքրքիր է։ Այս որմնանկարները գիտեք ինչ այլ են նկարած պատերին, թե չէ, չէ, արև աղբեր ես։ Լավ, դու ոնց ես, ճանաչում ես ես, աղբերս դե բան արա, 4 հատ մոնտու, հաջան, էլի, չէ, կարաս էլ նեսի, կարա չէ էլի վերևից նկարի, ես էլ, հեսա հելն ենք, հլեն դուրը, ես դուրը իր առաջվա դուրն է, ապրես ծավը տան, չէ են կոնն է, հին դռների տեսքը տեսեք, ինչ ձև են սարքել։ Բարձրանանք հիմա վերևից ավելի վստահ եմ ավելի սիրուն տեսարանների ենք ականատես լինելու։ Տեսք որմնանկարները պահպանվել է, այստեղ ինչ-որ բան է նկարած, բայց չեմ կարող ասեմ ինչ պատկերը սուր եմ տեսնում, սուր կանդ է, ձիու վրա նստած ասպետ է։ Ստեղ կա մաստարը այս դարերն է, Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարավ արևմտյան որմնանկարներ, այդ դար, 5-րդ դար, չափազանց վատ պահպանված որմնանկարը մնացել է օթյակ բարձրացող եւ պատին հենած աստիճանի արանքում։ Դարերի ընթացքում մի քանի անգամ նահատակվել է։ Պատկերների դեմքերը խազվել, կործանվել են, նկարչական մակերեսը ծակծկել վնասել են։ Վերականգնման արդյունքում ի հայտ են եկել 1 ձիավոր եւ 2 սրբապատկեր, որոնցից մեկը Սուրբ Գաբրիել հրեշտակապետն է։ 2017 թվականին Իտալիայից ժամանած վերանորոգող վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի եւ որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուվեի նախաձեռնությամբ եւ նվիրատվությամբ որմնանկարը ենթարկվել է վերականգնման, մաքրվել է, ամրակայվել, սվաղի պակասող հատվածները լրացվել են, իրականացվել է նկարչական ամբողջացում։ Այսինքն հենց որ ես տեսա, սրա մասին է խոսքը։ Տես աչից էլ սրբերն են կամ առաքյալները։ Որովհետև ես հենց մտա առաջին ես իմ ուշադրություն գրավեց այս կիրը, որ քսած է, դրա վրա որմնանկարներ են նկարել, էլի, ասենք չի պահպանվել։ Բայց պատերի ամրությունը ուղղակի գիտակցություն սկսում ես մտածել ու խորանալ, թե ինչերի միջով են անցել այս պատերը ու մինչև հիմա կանգուն են։ Հիմա մենք դուրս գանք Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, գնանք մոմ վառենք, նոր դուրս գանք իհարկե։ Նա այն կոմը վառել են, մենք էլ էտանք ընդ վառենք։ Սուրբ Մարիամ Աստվածածինն է, Հիսուս Քրիստոսը գրկում, Արագածի ֆոնին և իհարկե եկեղեցին Մաստարա գյուղի պատկերում։ Մաստարա գյուղն է,
Սուրբ Հովհաննեսը եւ Արագածը։ Հա։ Ապրես, աղբերս, շնորհակալ եմ։ Հա, բա ոնց աղբերս։ Դու իմ ընկերն ես, մենք իրար հետ հեսա վիդեո էլ կանենք։ Շուտով այնց ես դե։ Ալիկոմ է Հա, հա, ալիկոմն են, դե հեռասը տուրթո նկարի, կենտենա։ Սիրուն է լավ։ Դու Երիկնատուր Հա, հա, Երիկնաձորից եմ։ Դու ես մաստարայից ես, ապրես, աղբերս, աստծորտնությամբ։ Խալիներն են նկարի, ինչ է տակրքիր են պրը։ Ու բանը, պետք է նշենք, որ հատակը մեծ խարերով, տուֆով երևի, տուֆապատ է։ Շինությունը երևի բանական համալիր է եղել, ստեղ ճգնավորներն են ապրել և ծառայել եկեղեցում։ Բավականին հզոր սուրբ կառույց է և մեզ համար այստեղ գտնվել է պատիվեր։ Հիմա դուրս գանք արդեն քիչ-քիչ մոտենում է ժամը մեր անակնկալի, իսկ մինչ այդ մենք ինչքան հնարավոր է գեղեցիկ փորձում ենք ներկայացնել մաստարան։ Հիմա գնանք մեր մեծ աղբերների մոտ, տենանք էլ ինչ կպատմեն։ Ջան, Մարգարյան Ստեփան կհիշես։ Նայել ես, դե բան կանես, կտենակ այդ վիդեոն տարածվելու է ձեր գյուղում։ Մաստարայի մասին է, գնացել են։ Հա, Մարգարյան Ստեփան։ Հիմա արի ուզում ես Սեսյանով քայլի, հանկարծ մեքենաները քեզ չտրորեն, ասֆալտի հետ չընկերացնեն քեզ, բարեկամ։ Շատ հնարավոր է, որ մեքենան չնկատի ու ասֆալտի հետ շատ մոտիկից շփվես Վարդան։ Այսպես գլուխը ասֆալտին ցես կապնի։ Հերվում կանգնած է մեր գեղեցիկ չքնաղ սև գույնի մեքենան, որը սիրով սպասում է, որ գնանք ու նստենք։ Նստենք ու ուր գնանք, շատ գիտեմ։ Ասեք։ Իմը Երիկ։ Կայն հերթով, քոնը։ Երիկ։ Իմը Նարեկ։ Մերուժան։ Մերուժան։ Նկարի։ Մերուժ էլի, ապրես Մերուժ ջան, որ ասիր կարճ ասեմ, բայց Մերուժանն էլ է լավ էլի։ Ինձ էլ Երոյն։ Երոյն ասում քեզ էլ, բա, դու կանաչ աշկերով ես, քեզ կասեն։ Սիրում եք, չէ՞ ձեր գյուղը։ Ամենալավ գյուղն է, չէ՞ աշխարհի։ Հա, սիրուն գյուղ է, մենք էլ հավանեցինք շատ։ Ընտիր գյուղ աղբեր։ Հեսա այդ հանք գյուղա մեջ, ուզում եք բատուտ խաղաք։ Սա հետ մենք բատուտ խաղաք աղբեր։ 20 րոպեն 500, հա։ Դե վսյո աղբեր, սա հետում ենք մտնեք բատուտ տնա, որ տա լավ խաղում։ Մի խոսքով ստեղ խաղում եք, մեզ տեսակ բարձացակ վերև էլի, հա։ Հա, տեսա, հա, տեսա աղբերս, դերասան ես տեսա, ուժեղ դերասան ես տեսա, ես լավ դերասան եմ։ Դե իշնենք եթանք, հա։ Բարև ձեզ։ Ոնց եք, լավ եք։ Ով աստեր բատուտի տերը։ Հա, լեք բատուտը, հա։ Հա։ Չարաճճի բաներ եք արե, հա։ Հա։ Հնչի։ Ոնց պետք է խաղան, պրոստը պետք է վազվզեն, հա։ Ուրեմ Բատուտի մեջ երեք մտել է խուլիգանություն են արել, շատ ակտիվ են խաղացել, բատուտին վնասել են, էլի։ Հիմա ուզիմ տանեմ բատուտ պատիվ տամ, տերը ասում է չէ աղբեր, սրանք խուլիգան են, ասում է խոսք են տալի, որ
բանը թեթև խաղան մտնում են ավիրում են։ Կճղեն բատուտը կպրսնի։ Ինչեք բատուտը տես կոպիտ խաղաց է։ Արի, ես գիտեք ինչ արձանա, ես արձանը գիտեք, եկեք դե պատմեմ, եկեք, ուրեմ, սրանից 20 ու 55 մի 70 տարի առաջ, որ էլ ոչ մեկ չէ, ես էլ չէի ծնվել, դուք էլ, պատերազմ ա եղել, համաշխարհային պատերազմ, երբ որ աշխարհում երկու հատ մեծ բանակ իրար հետ կռվել են, Հիտլերը եկել ա որ սաղին գրավի, սաղ պետությունները գրավի, սարքի բան էլի, ճորտ, սաղին սարքի ստրուկ, ու մեր պապերը, հայերը, ռուսները սաղ իրար հետ հավաքվել են, գնացել են Հիտլերին, հաղթել են, այդ պատերազմի ժամանակ լիքը մարդա մահացել ու ամբողջ Հայաստանից, այս տեղի անուններ որ գրված ա, ձեր գյուղացիներն են, հասկացար, դուք այստեղ որ գալիս եք, պետք է հարգեք ու իմանաք, որ պատերազմ ա եղել, մենք հաղթել ենք ու խաղաղություն ա ելել ու ամեն ինչ լավ ա գնում, հա? Եսի շատ շուտվա պատերազմը, հետի պետք է իմանաք, համաշխարհային պատերազմը միշտ պետք է իմանաք, ես հուշարձան դրա մասին է, որ հարցնենք իմանաք, տեսիչ հզոր զինվորական գնաց, եսի մեր պապերն են, մեր պապերը այսպես ուժեղ են ելել, որ հաղթել են չարին, հա? Լսար, բայց ինչ պատմիմ, դելը կրկնի, դե ասա, կրկնի, ասա, վստահ ասա, դու հայոց լեզու չէ, դու ես սիրում, դե կրկնի, ինչ պատմիմ նոր, Ջան, մեծ աղբեր, Ինչ կազմակերպ դու։ Լսա։ Հա։ Քեզ տեսա որ այդպես բանակի մանագի ծնուն բանուտ։ Հեսա բանակի եմ եկել, հա։ Եսի լսա։ Եսի պատմական ջուղա։ Պատմական ջուղա, դավայ, լսում եմ։ Լսա։ Ուրեմ ամբողջ։ Եկեք դուք էլ լսեք, մի գնացեք։ Հա։ Ուրեմ 15 թվին, 40 թվին։ Այսքան հերոսա տվին մեր ջուղան։ Որից տեսա զարմացա։ 3 հոգի իմ հորողբերն է կատածոված։ 3 հոգի ամբողջ մոլորակի վրեն ջուղերի քաղաքների անուններ փոխվավ, մեր ջուղան չփոխի։ Մաս տարա, մասը կեսը տարա։ Հա, այսինքն դա համաշխարհային պատերազմից։ Հա, մասը տարավ, մասը տարավ։ Այսինքն երրորդ պատմությունն ենք լսում, մասը տարայի վերաբերյալ։ Էսի պատմական ջուղա։ Հին ջուղա, են մեր սարի վերի սուրբն օրկա, են էլ առաջի դարիա։ Ես մեր եկեղեցի 7-րդ դարիա։ Պատետո առաջի դարում եղերա եղիկներում, մարալներու, կոդոշներով, փլուզումից հետո սարքի վրա բուրժլի քարով, քրիստոնեություն 300 թվին ընդունածա, նոր սարկածա սենսովորական քարով։ Եսի շատ հին ջուղա, ասմեմ ամբողջ մեծ աղբեր։ Իմ անունը Վաղոյա, մերն սարդի։ Վաղո մեծ աղբեր, ապարես որ։ Անկատոր մորնած, քաղաքի անունը հիշա, ես մեր դեն անունը։ Վաղար շապատ Վաղո, էլա։ Ձերն էլ գտել ես, էլի, հա։ Հետո թե գալու առիթը ո՞րն է մերն։ Եկել ենք մեր Վազգենին, ճամփենք բանակ։ Արմենի տղային, Վազգեն, Արմեն, Արփին է մամայի պապայի անունները։ Բադոյ Կարենին ճանաչում ես։ Իմ արև այդպես բանը Արմենի աներոց տուն են, մեր տուն աներոց աներ են Արմենի։ Հա։ Ընձի հորողբոր երեխա կուկա։ Հա, ձերոց տուն ենք եկում էլի։ Մեր հարևանն է։ Հա։ Արմենի կինը մեր հարևանն է։ Մեր տունը վիրևա իրան տուն են։ Օրյայի հերոսներ ունեք դուք ձեր յուղում։ 44 օրյայի հերոսներ։ Ներքևն է, հա։ Հենց է, սա էս մի այգին, հա։ Ես հետևն էլ ուսատան կա։ Հա։ Էդի Անդրանիկի զինվորներ ուտեղե։ Անդրանիկի հետ թուրքի դեմ կրվերա։ Մաստարայից։ Մեր ջուղի տղեն է։ Գնա։ Բարի օր ձեզ։ Ոնց եք։ Աղբերն էլ 44 օրյայի հուշարձանն է։ Բան նկար չկա աստե, նկարներով չկա։ Իսկ այս հուշարձանը նվիրված է 44 օրյայի պատերազմի մեր հերոսներին, Մաստարայից, տեսեք համաշխարհային պատերազմին ինչքան շատ անուններ կան, 44 օրյային 2 հերոս, 2 հզոր անուշ աղբեր, Միրանը եւ Սևակը։ Ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր ընկան հանուն Վավա հաղթանակի բարեկամներ։ Արձան, ուրա։
Արձանը Անդրանիկի հետ մարտնչած մաստարայի մեր ուժեղ տղերքի հուշակոթողը նվիրված նրանց մուշ հերոս արխա զորիկ ով չի պատկերացնում այն ժամանակ նման մարդկանց տեսնելից ազգը ահավոր ուժեղ ձևի ոգևորվել է, որովհետև նրանք այն ժամանակ զենքերը, ես իմիջ զենքեր չել են, ժամանակվա զենքը հենց մարդը ինքը իր ոգով ու պահվածքով է եղել եւ հենց հիմա որ նայում ենք ձիու վրա հեծնած մեր հզոր մշոհերոս արխային, հասկանում ես որ պետք է արխային լինես, նայում ես ու զգում ես որ նման տղերքը պահել են մեր ազգը մինչև այսօր ու շարունակվում է այդ ամեն ինչը։ Չէ՞։ Մշոհերոս արքածորիկ Անդրանիկի հետ կրվի այն ժամանակ եղերա բանը։ Արխանը արքա է, հա։ Հա, եղե մաուզեր հրատան է, պիստոլետ։ Մեկ եղերա բանան։ Այնքան բա, հետո աղեղ, մեկ է թուրն աղեղ։ Այս ժամանակ էդ աղեղ։ Իսկ դրանց հետո նոր է զենքերն աստեղծվել։ Ինքն արքա Անդրանիկի հետ պայքար իրա։ Են Ջանգիր աղան որ կա, ոսմի Ջանգիր աղա։ Ես դի Ջանգիր աղան։ Ջանգիր աղան, ուրեմ 500,000 բանակով կրվե Անդրանիկի դեմ, Անդրանիկն որ բրտեց աղին, թողե 500 հոտի։ Բայց Ջանգիր աղան մեր հետ է կրվե ու թուրքի դեմ։ Լեսա ինչ եմ ասում, որ կրվերը թուրքի կողմից, անցերը Անդրանիկի կողմը, թեպի Անդրանիկ թիգունքին, սե եզդի արեք, որ մատես է դրամար, այդ եզդի պարեն դրանից առաջացերա։ Եկերա առաջ, 500,000 բանակով կրվերը Անդրանիկի դեմ է, Անդրանիկը բրտերը թողե 500 հոտի, հենց է Անդրանիկի յան, սե եզդի արեք, դրանից էլ էդ եզդի պարը առաջացերա։ Դու շատ բան գիտես ոնց որ։ Իսկ էսի արքածորիկ Անդրանիկի զինվորներ տեղի։ Ձեր մաստարայի Մեր մաստարայի արքա հերոսն է։ Աստեն էլ, դե մեկ է իմ հորողբորը թորնա, մեկն է քմորը բանոր։ Բարեկամներ, ահա, մեր արկածները մաստարայում արդեն մոտեցան ավարտին, հետևաբար դա նշան է, որ գնում ենք մեր Անուշ աղբեր Վազգենին, ասենք ամփորձան գնաս ծառայես ու վերադառնաս մեր Անուշ աղբեր, որովհետև քո Անուշ աղբեր Կարենը տենց է որոշ է, իր կողմից անակնկալ ենք բերում, Կարենի դուստր եւ կինը կարողացել են գալ, բայց նա որդու հետ մնացել է Մոսկվայում հարգելի պատճառներով, նա չէր կարող գալ, հետևաբար նրա անունից մենք եկել ենք շնորհավորենք մեր Վազգեն աղբորը եւ իհարկե նրա մայրիկին փոխանցենք ծաղիկներ, իսկ հայրիկին էլ տանք կոնյակը Անուշ աղբեր, որ տարի ու կես հետո մեր Վազգենի վերադառնալուց անպայման բացեն ու Անուշանեն, ինչա։ Տարուկեսի վրա շշմել։ Հա, տարուկեսը, հա, շշմել է, չէ, մի շշմի, տարուկեսը, հեսա կարող դառնա մի տարի դառնա։ Ամեն դեպքում հիանալի է, շատ լավ է, ահա ավտոներ է բացին։ Հուսանք հենց այն տեղն ենք, որտեղ որ մեզ պետք է լինենք։ Պաստանցյանա։ Ահա, էս էլ մեր Անուշ աղբերները, որ մեզ կօգնեն։ Բարի օր ձեզ։ Աղբեր դուք բանակի քեֆ տեղից եք։ Բա ուր ակեթ ակ աղբեր։ Հաճի ջուղը շախուրը գելա որստեն։ Ես եմ ծուխուր չեմ։ Հա, չէ, ես աղագին վաղ յուղում էի աղբեր։ Վերդեմ սրտի տրամադրություն թանուր լավ է։ Նորմալ է։ Պատի լավ է, էլի։ Այստեղս դենտերը Այ որ խոսքի այն պահը չջոգիր։ Հիմա ընդ է Վազգենը, հա։ Աղբեր ուր ես կանչում, ասում արի։ Աղբեր թոյթանես։ Վազգեն աղբեր, էլի գնա ներս, աղբերս, գնա ներս, բարև ձեզ։ Էս ինչ եք անում, բանակի քեֆ, ուրախությունով էլի։ Գնում ես բանակ Վազգենս, իմ աղբեր։ Հələ բարև ձեզ, շխուր է ձեր բակում, բարև ձեզ, աղջիկներն առանձին են, դե որ ծափերելի կտակ, հա, ես լսեք ծափեր ենք ուզում։ Բարև ձեզ մեծ աղբերներ եւ աղբերներ։ Մի հատ գեղեցիկ եկեք մեր զինվորին, մենք հիմավորենք ծափերով։ Կենացեք, ասում եկա խանգարի։ Ոտներս խերով ձեր օջախ, լավ առիթով ենք եկել, հզոր առիթով, մեր Վազգենի համար ենք եկել, եկել ենք որ նրան ասենք, ամփորձան գնաս
ծառայես ու հետ գաս։ Բարեկամներ, ձեր լավ մարդանքները, բացի կենասները կարող լինի նաև ծափերը ողջունել մեր Վազգենին, որ ձեզ դուխով գնա բանակ տարի ու կես ծառայի ու հետ գա։ Վազգեն ջան, ուրեմն ինչ երազանք կուզես պահի, այստեղ հավաքված բոլորի մտքում ամենակարևոր միտքը նա որ գնաս, անփորձանք ծառայես, դարձած տղամարդ, հզոր տղա հետ գաս։ Պայմանավորեցինք, ախպեր, ինչի չես խմել։ Դու արդեն պետք է խմած լեր, հա։ Հա։ Լավ երազանք պահի, բոլորի մարդանքի հետ ինչ ուզես կատարվելու ախպերս, անփորձանք ելնես, փորձությունների մեջով լավ անցնես, հաղթահարես, ուժը տղամարդ դարձած հետ գաս։ Ասեմ քեզ, կար ժամանակ, երբ որ տղան չէր ծառայում, աղջիկ չէին տալի, հիշում եք այդ ժամանակները։ Չէ, հետ ենք վերելու, Վազգենս ես քաղցերի ում կուզես փոխանցի, իսկ հիմա աղբերս, բանակ գնալուց առաջ դու մի շատ կարևոր բան պետք է անես, էդի տուր մեկին, որովհետև մա ձերքին, ուրա մեր Արփինե քույրիկը, որտեղ է նա, հարգանքներս, գիտեմ, որ թախից կա ձեր հոգում, ձեր որդին գնալու է, տարի ու կես չեք տեսնելու, Վազգեն, դու հիմա անես ջիդյարով, մամային կրկի ծաղիկները նվիրի, որ նա քո պակաս է 2 տարի, մաքսիմում քիչ զգա, նա ծափեր տանք, Արփինե քույրիկ, հավատացած եղեք ամենից շատ լավ է լինելու, մեր Վազգենը հզոր անուշ աղբեր է գնալու ծառայի ու գա, իսկ ուրա մեր անուշ աղբեր Արմենը, որտեղ է նա։ Բարձրացրի դա, լսի, հիմա ես մի հատ կարևոր նվեր եմ տալիս Վազգենին, ինքը հետ փոխանցելու է քեզ։ Ես գիտես ինչ է, կախարդական, հզոր, խորհրդանշական կոնյակ է, որ տարի ու կես հետո գալու ես բացեք անուշանեք, քո գալը բարով լինի։ Հիմա ես հանդիսավոր նվիրի հայրիկին գրկի, որ պապան էլ է անհանգիստ ախպեր, ուղղակի պապան ցույց չի տալի, մաման չի կարա ցույց չտա։ Մինչև դու գաս, նվիրի իրան, տուր։ Պայլու ես չէ։ Ջան եմ ասել։ Մամա ջան։ Գնացեք ձեր ընտանիքի մոտ, ձեր գեղետ։ Մենք պետք է հետ գնանք։ Դուք մնաք քեֆանեք, ուրախանաք, որտեղ հզոր, զինվոր եք ճամ։ Հա, մատաղան տունել է անեք։ Հա, համոզեց է։ Վազգենի ինգերությունն եք, հա, ում կողմից է, ճիշտ է, ում կողմից է, դու ասա։ Ես ում կողմից է եկել, բայց չես ասում։ Հա, չի, իրար շատ եք սիրում, հա։ Կյանքն ես իր, հա։ Ուզում ես հմիս այնտեղից տա։ Ուզում ես հմիս։ Ավելին ասեմ տաղայս հեռախոսներից մեկի մեջ եմ նայում այ մամես, կարող է։ Ասում այ ամենասիրած բաժանաղն է, կամ բաժանաղը։ Ուր են։ Բայց բաժանաղները բայց չլսին։ Դե են, հա։ Ասելա քեզ էլ է սիրում, բայց այդքան չէ, էլի։ Ասում ա ձեր սերը այն չէ, էլի, ինչ որ կարարել են։ Լսի, հեմի բաժանաղն ուրա բա։ Ես է սաղ ճամփին մտածում եմ ասում տենաս քանի բաժանաղ են։ Բայց երկու բաժանաղ իրար հետ ճամփա չեն եկել, բայց մենք երկու բաժանաղ ուսից կնա։ Այնց է դա երևում է։ Բարով եք եկել մեր Վազգենի բանակի քեֆը, հələ ամեն մեկ այդ կանչեք Վազգենի մոտները, մտ խմեք իրար հետ։ Ապո ջան, նա խմում։ Ընկերները, դեն հա։ Ընկերներս չեն խմում, հա ոնց է։
Նստի դու, նստի տեղի, հանդե նստի։ Այդ բան մեզ առыз նստում ես, յանոս դնում։ Նստի կողս, դա նստի։ Հələ արի նստի, մի քաշ մի ամուտ մի արքեն նստի։ Լսա, հետո մենք դիդարից նստենք։ Ուղղակի տեղը սա մեր։ Հələ այս մատ Տեսար, ջոգում եմ, չէ, ջոգում եմ, չէ։ Իմ մաստարայի բարեկամներ։ Ուրեմ, այսօր 3 պատմություն եմ լսել մաստարայի վերաբերյալ, տարբեր։ Մեկը համաշխարհայինը, որ կեսը յուղի գնացել է, տղերքը գնացել են կռվելու, մյուսը 15 թվի եղերն է, որ կեսին տարել են, կոտորել են, մեկն էլ, որ հարկեր են տվել եկեղեցուն էջմիածնի, որն է ճիշտը։ Հա։ Իրեկն էլ ճիշտ է։ Ջան։ Բան ասեմ ու շարունակեք, էլի։ Ճիշտ ասած կա Կյանքը տա զանգ է։ Հələ լսա։ Աննեց էր ասում կյանք ուզում էի ծաղկներ քեզ տայի։ Բադո ես Կարեն, լսի։ Այսօր քո անունը ձեր գյուղում այնքան եմ տվել։ Բադոյ Կարենը։ Հա, Բադոյ Կարեն, ասել եմ, սաղին ասել եմ Բադոյ Կարեն մեր աղբերն է։ Ասել են դու ով ես, ասել եմ Բադոյ Կարեն մեր աղբերն է։ Այ բաջո։ Վաղն ես այդում աղբեր, վաղն ես այդում։ Այն երկը լսել ես, աղջը գիտեմ, յարիս մոնց ասեմ, տանում եմ բանակ, յարումն ես բայց։ Հա, քանիսն է։ Մեկը։ Հա։ Մի հատ, հա, դու հատնալու ես, չէ, աղբեր ես, հա ցավը տանեմ, այտենց միշտ մեկին կսիրես, աղբեր։ Հանկարծ անես չլի 4 ունենաս, տարբեր SMS-ներ։ Հա, աղբեր ես միակը պետք է լինի, որ սերը շատ էլի, հա։ Ես ինչ է։ Խաշ։ Բայց մենակ մեզ բերիք։ Այդ տունը տեղա էլի իրանց։ Հա։ Սիմբաջ։ Հա։ Յուղի վերից սմա։ Հա, ես էլ։ Այդ խաշլաման սենց եք դուք ուտում։ Մատաղը։ Ահա, բայց մատաղը ջերով եք ուտում, հա։ Մատաղը ջրով։ Դե вообще առանձին դնում են, հա։ Էսի խաշ է, էլի էլավ, էսի խաշ։ Էս գառ, հա։ Տնական է բաց սալա։ Մենք ունենք գտալ։ Հələ կան։ Հələ մի հատ փորձ էրա մեր յուղի գառնա։ Լսի։ Անտիրա։ Բա ջիմնով զանգի։ Ապերս դեշքան կարասկեր ադուշի տաբել են ամեն։ Սրան սախտոր գցում եք խաշի պես, թե չէ։ Չէ։ Պրոստո ռեստորանները տալում են միս է ջուրը առանձին ով ուզում է։ Բաժակով էլի։ Հա, բաժակով։ Եկմո խոսքի ջուրը Վարդանը մեծ լուրջ թերություն ունի։ Գարի խաշլամա չի ուտում, բայց այսօր կուտի։ ապերս հաստեսի մատաղը, այս խաշտամենու մատաղը вообще տարբեր բան է։ Ախպեր մե 5 հատ խմի էլի։ Հա, Ախպեր դու հիմա պետք է սստարես բիչլես, պետք դեմ սենց էլ համ։ Ախպեր բանակիդ կերն հա։ Ուսը նստած խմում է։ Արաքելյան։ Խմի էլի։ Արուս Խմի։ Արուս կաճա։ Մարտի երկա դրած առա։ Մեռնեմ սարտիկ։ Ոսում սես տաղանս նենց ախմում։ Դավայ, կիր։ Արագ ծամի, թո այդ բանը արամարտը փոխում։ Հա, խմավ։ Իմ մարդ թե խմել ենք։ Հələ բեբերա։ Սա լավ մարդկացի խաչի։ Լերի, ասենք հիմա չեմ ուզում էթամ, բայց պետք է էթամ։ Ես էլ տենց եմ, 1000 դրամ մարդ եմ։ Լավ, ասվածտա շնորհքը կանսպար է։ Իմացի, դու դզվար, հա։ Հա, դու դզվել ես։ Ուժեղ ես ծառայելու։ Ինաշ ջան, հələ նստի ներզում արել։ Sabrис. Abris hopper Abris. Abris taraftan. Abris. Minasin latif. Minasan. Arağın böyle bir Minasan'ı hırpınızda. Minasan duvarist demek elini. Al mek elini bade tam. Burası elim çeselim. Ertank bade. Mi hade bam badisim doğru. Hal nasip mi haden.
Թակ մի հատ բարդավորից լսել ես, աղբրական։ Ես մի ասում ենք ընդունել է եղնում, մի հատ էլ բանից է։ Դե պահ, հա։ Բարդավորից մեկ շկոպիտ հնչաս, բայց կլսես էլի կխնդրեմ։ Ընդունել է արջան։ Ընդունելի։ Մի հատ ուղղակի Սալատը ինձ ամենաշատը դուր եկավ։ Ասոր ես ուտում։ աղբերը սաղ տնական է, հաստատ դուրդ կկա։ Անտիրա, սաղ անտիրա։ Ու երբ որ մաստարայովնից հաստատ կզահանքից համարս կթողան, կտեսնեմ։ Առաջ անգամ մեկ է մաստարա։ Հա, Բռնիկ պատիվ տվեք։ մի դի լավ էր թե վատ։ Անտիրա։ Մաստարեցու հացը որ մդար ու չկիրոր, իդի նագրություն չեղնի, ծովր տանում։ Իմ ակի հա, այդ բանա։ Հայ, չավարցոս տվե, հենց էլի։ Հա, դեռի։ Երբ ես այդում։ Շոստերի, բակողի։ Հեներից պես նասել։ Ծառայելես ծառայության դարձին կամ Խորտներ տվել ես ավելի պահով ինչ անի, որ ասեն։ Ասել ես թե չէ։ Ավելի։ Առաջին ինքը բրիվերցը։ Էդի պարտադի։ Մինաշա։ Որ բոլորը օրինակ է։ Հələ մե բացալ։ Հələ անում է, չէ։ Մեր մոտ է սա անում է։ Ճիշտ է, մեծ մասը չէր ջոգում ոնց կամ ես էի անում, բայց մեծ ավելի անում էի։ Մեկը չես գեղավարի բարբարը։ Ա դու լրիվը տես խոսա, ես համա հայկական եմ, արխային։ Բարձան, աբիս ապուր։ Աբիկ շնորհակալ եմ ձեզ ցավը տանում, ձեր։ Ինչ օրերն եմ, ինչ օր։ Բարություն եք մաղթում բոլորին, թող անսպար եղնեն, միշտ եղնեն, բայց ես կցանկանամ ցավը տանեմ։ Սրանք ողորմիկ երեսներ, ողորմիկներ բոլոր անցանոց։ Իմանոր շիրիմը լթանը ես պարտավոր եմ հիշելու ներդրման։ Ու ցանկացած մեկի շիրիմին մենք պարտավոր ենք հիշելու, որտեղ մենք հայ ենք։ Եթե մենք մեր ինքնությունը կորցնենք, մենք ուրեմն մարդ չենք եղել։ Սարտովաս բաներ ես խոսում, Անուշերնի։ Մինասյանը էր գորում, Մինասյանը։ Հա, Մինասյանը հասկանումն է։ Մինասյան, Մանկությանս ընկերն է։ մանկության ընկեր, արի քո տեղը, մենք Ես դու հատ խմենք տոր։ շնորհակալ եմ։ Ձեզ լավ որ մենք էլանք։ Աղբերները։ Ահիտա կսես։ Ճոգիր, անեք հայատից եկոտ։ Այստեղ եկետ մատ օբշի պատի խմբի, էլի, պատի ասվի, էլի, հա։ Աղբերներ, լավ ելնեք, առողջ ելնեք, դուք մեր ապագան եք, աղբերներ։ Ապագան կուսակցություն չի, աղբեր, դուք եք։ Ուժեղ ելնեք, լավ ելնեք, մանավանդ դու։ Որ այդպես նստել ես մեջքդ ուղիղ նստի, ապրես բոլորիդ կենաց է տղեկ ջան։ Բայց ոնց որ դուք ծառայել եք, չէ։ Ով կա չի ծառայ, ով կա կիսադա ծառայ։ Դա լավ եք արել, աղբեր ինչ արել եք։ Ձեր ընկերության համար։ Աղբեր դե դու խմի, ես ասիմ դու խմի։ Աղբեր դու չես խմում։ Լավ, ես էլ եմ ավտոb։ Ձեզ հիանալի օր։ Արի աղբերս, արի ես քեզ մեր խորհրդամ ավելի վրով, արի։ Ուրեմն ես աղբեր։ Ձեյդերը գիտեմ ախպեր։ Լրիվ, ասենք պարապել է, չէ։ Հա, էդի կարևորն է, ասենք պատի ջոգ։ Այդա, всё, վերջ։ Լրիվ։ Աղբեր ես ուրեմ, առաջ օրվանից ապե մտել եմ սաղ դեբիլ են, ապե չեն ջոգում, ոնց նասկիլա բան, ոնց ավելան, ապե սաղ արել եմ ջոգի, սաղ ցույց եմ տվել, ոնց պետք է աղբեր։ Այդտեղից աղբեր մտնում ես ու մի անգամից ռիսկով ջոգի։ Աղբեր դաժե են որ շարել են, ուզում են ասեմ որտեղ է քնում, մի անգամից ասում ես հենց մի րոպե, էդի կարևոր չկա, ուր ավել է, ջոգի։ Հենց դեմից աղբեր, հա։ Դե Վազգեն ջան։ Հաջել էր ախպերը շատ։ Աբրիկ, ապեր հանկարծ որ երեքնած որ կգաս հիշին, դե աղբեր ունես։ Հա։ Անունը չիմանամ։ Ինգերես դու էլ Այ աղբեր։ Անձի սաղ ճանաչում են։ Դու էլ կճանաչես հեսա, հա։ Համար է աղբեր։ զանգիս։ Հե։ Որ մտնես տեք զանգիս կսես։ Որընդև անցնելուց եմ կարամ զանգեմ։ Զանգեմ ասեմ անցնում եմ։ Ասա Արմեն ուզում տենամ։ Առակի։ Ես տանտեղ գիտեմ, էլ չեմ ասի ուզում եմ տենամ, կգամ կտենամ։ Դե Պերյամո կեկաս։ Պարյամո։ Պերյամո։ Մի անգամից։ Всё։ Ահա։ Համբերություն։ Տարիք էսա քչացել են 6 ամիսն էլ հեչարին, աղբերներ։ Սեղանի կողենք էլ ձեռով հերթով աջող չանեմ աղբեր։ Դավայց աղբերներ։ Բարեկամներ, մաստարայում հենց ընդունելություններ, որ ես դա երկար եմ հիշելու,
Երկար հիշել որն է, չեմ մոռանալու, որովհետև բարեկամներ այստեղ Անուշ աղբերների մի հրաշք հավաք էր։ Սենց որ ուղիղ է տամ, ուղիղ, կհելնեմ ասվալտ։ Ուղիղ պետք է տաս, ձախ պետք է ենես, Այսենց հետ դուր։ ձախ պետք է ենես, Ձախով էլի, ձախերա ու Ես զատնի շոֆերել եմ լավ։ դե վсё։ Քշեմ, աղբերս 6 բաժակից հետո օթովել եմ քշում։ Ինգեր, լսա մի հատ բան շուն, ես Հյուս Սարաֆի վրա եմ աշխատում, էլի։ Մենք 20 բաժակից էի անել ենք։ Հյուսիս Հարավի մասնագետներից ես։ Գնա։ Ես գովացել եմ ձեզ։ Հետո Մեր եղեգնաձոր երբ եք սարքում Հյուսիս Հարավ։ Դե մինչև Երևան։ Այդ դորից եկում էլ ձերը, չի։ Ոչ ժաման չէ։ Հա։ Հա։ Այո։ Դե սիգնալ էլ կուտամ։ Էս ավտո։ Lexus է։ 7-երով։ Հարուստ է սա։ Դες էլա, լավ մնացեք։ Դե զատնի ոնց եմ քշում, ուշադիր։ Ում ավտոյի խփի մի ես մեղա, որ չեմ։ Master կլասանը։ Hoş geldin sanırım. Բարեկամներ, ահա լքում ենք մաստարայի մատույցները, որովհետև մենք պետք է գնանք հիմա ջրվեժ դվին ռեստորան, ծնգում էի մեռախոսը, տարակում է SMS-ների ահռելի քանակից, բայց ես դիմանում եմ։ Եվ հենց նոր իմացանք, որ դե որ նայում ես այդ Անուշ աղբորը անունն ասա, ինչ էր։ Որ ասիր այդ վիդեոյի վրա ճաքել եմ։ Մենք իմացանք, որ մաստարայից է նաև բոլորիս քաջ հայտնի կարկառուն բլոգեր Գևորգը, Հարությունյան Գևորգը, Գևորգ Հարությունյանն է ստամոտով ենք անցնում։ Գևորգ ջան, վստահ եմ, որ ուզես տեսնելու ես այս տեսանյութը։ Բարևներս, բարեկամ։ Մենք չէ։ Այո, իհարկե։ Մի բան հարցնեմ էլի, ամոթի կոծկիչ ունեք։ Կներեք, իսկ դա ինչ է։ Ոնց որ ներքին վարակույր, տենց շուտ։ Այսինքն։ Ջրահոսության կանխիչ էլի, ալեն որ թրջումը գցում են այնքան։ Ներքին ջրերի կառավարիչ էլի ոնց որ։ Բայց գիտեք, տենց էլ չհասկացա ինչ եք ուզում։ Քուր դե աղջկա պամպերս էլի։ Հայ, բարեն որ տենց ասեք։ Ստե է։ Հա։ Որն է լավը։ Էս գիշերային է թե ինչա ցերեկային է, ամառային է, ծմե։ Երկրորդ տարբերակն է։ Երկրորդը ո՞րն էր։ 3 կաթիլ, 4 կաթիլ, այդ ինչա։ Չանեմ որ։ Էսի վերցրա, կօգտագործես, վաղը շնորհակալություն կասես, լավն է։ Աղջկաս դու եկա վերցնես։ Այ որ ժամանակներ հաստատ գալու ենք հյուր քեզ ու մի բան նկարենք իրար հետ, որ կաղա հեսա ելնի դեմներս, չէ, դժվար։ Գյուղի մեջ չի աղբերը։ Դե լավ, ամեն դեպքում մաստարայի կարկառանի ներկայացուցիչ ում մենք սիրում հարգում ենք, մեկու մեջ էլ նայում ու լայքում ենք։ Մեր վաղո աղբերներ եւ մնացած մաստարայի Անուշ աղբերները։ Մենք գնացինք հարգելի մաստարայի բնակիչներ։ Ես վստահ եմ, որ էլի են գալու ձեզ մոտ, որովհետեւ մենք որ մի անգամ գալիս ենք, ահա որ քաղցրանում ենք եւ այդ քաղցրությունից հա ուզում են։ Grand Candy-ն մի ռեկլամ ուներ, ասում է այնքան են կերալ, հա կշտացալ։ Կշտացալ չենք։ Անես որ սպասեք մեզ նորից մաստարայի մատույցներում։ Իմիջայլոց մենք իմացանք, որ մաստարա անունը ունի 3 ծագում։ 3 տարբեր մարդիկ, տարբեր պատմություններ պատմեցին անվան հետ կապված, բայց 3-ի դեպքում էլ տարել էին ու ինչ-որ մասը տարել էին։ Կլինի հարկերի մասը, կլինի մարդկանց մասը։ Մի խոսքով, ուրեմն նայեք տեսանյութը կտեսնեք 3 տարբերակ ունենք, թե ինչու է մաստարայի անունը մաստարա, որը կհամարեք առավել խելացի կամ ով կարող է առավել ճշգրիտ ինֆորմացիա մեկնաբանություններում գրել եւ կհավաքի շատ լայքեր, մենք նրան նվեր կտանք։ Եվ ի վերջո բարձ կդառնա թե ինչ է նշանակում, որտեղից է առաջացել մաստարա անունը։ Աչից Հյուսիս Հարավն է, չքնաղագեղ սիրուն Հյուսիս Հարավը, որը Վարդան Ալարում է, էլի իջացնի նկարի, ես իջացնեմ ինքը թո նկարի։ Հա իջացնեմ, հա նկարի։ Դաշտերը գեղեցիկ եւ մենք հիմա լքում ենք մաստարան, գնում ենք Երևան դվին ռեստորան, որտեղ բանակի քեֆ է եւ տատիկը որոշել է անակնկալ անի։ Ամեն ինչը իր ձեռքով ընտրել է, որ գնանք վերցնենք ու անակնկալ անենք։ Ոչ մի բան մեզ հետ չենք տանում, այնպես որ անփորձանք ճանապարհ բոլորիս ընկեր։
Եթե ուզում ես տրամադրությունը տուխվի լավում Քեզ սիրով հրավիրում ենք ու տանկյուն Այստեղ շպիտներ են